Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք մարդու առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ ձեր հարցերով ինքներդ կարող եք մասնակցել հաղորդմանը, զանգահարելով 54 89 34 հեռախոսահամարով կամ գրելով մեր էլեկտրոնային փոստին շտապ օգնություն շնիկ arat@tv.am հասցեով։ Այսօր խոսելու ենք ճառագայթային հիվանդության մասին, երեք երևի թե հիշում եք, որ Չեռնոբիլյան աղետի 30 տարին լրացավ, թվում է 30 տարին երկար ժամանակահատված է, մեծ ժամանակահատված, բայց այն մարդկանց համար, ովքեր անցան այդ աղետի միջով հենց իրենց վրա զգալով այդ հիվանդության, հետագա հիվանդության ազդեցությունը, նրանց համար վերքը միշտ թարմ է։ Այս առիթով մենք տաղավար ենք հրավիրել Մարինա Միրիջանյանին, բժիշկ ճառագայթաբան, եւ հենց նա է այսօր մեզ ներկայացնելու հիվանդությունը եւ պատասխանելու նաեւ ձեր հարցերին։ Զանգարեք 54 89 34 հեռախոսահամարով։ Բարև ձեզ բժշկուհի։ Շատ շնորհակալություն, որ ժամանակ եք տրամադրել եւ եկել մեզ հյուր։ Բժշկուհի, ճառագայթային հիվանդությունը դա ընդհանուր ինչ որ արտահայտություն է, թե կոնկրետ որևէ խնդրին հենց այդպես են կոչում, որովհետեւ այս հիվանդությունը ես որքան հասցրի կարդալ հաղորդումից առաջ շատ բազմատեսակ արտահայտություններ կարող է ունենալ։ Այո, մենք տարբերում ենք սուր ճառագայթային հիվանդություն եւ ճառագայթային վնասվածքներ։ Եթե խոսենք սուր ճառագայթային հիվանդության մասին, ուրեմն պիտի հիշենք Չեռնոբիլի վթարի հենց առաջի րոպեներից, առաջի ժամերին հրշեջներին, որոնք այնտեղ են գտնվել, որոնք բոլորը հիվանդացել են սուր ճառագայթային հիվանդությամբ եւ մահացել են։ Սուր ճառագայթային հիվանդությունը զարգանում է այն ժամանակ։ Այսինքն այն մարդիկ, ում միանգամից ուղղորդել էին հանգցնելու այդ process-ը, այսպես ասենք, պարզ ջրով։ Այսինքն ամենաբարձր դոզաների արկայության պահերին։ Եվ սուր ճառագայթային հիվանդությունը զարգանում է այն ժամանակ, երբ մարդու օրգանիզմի զգալի մասի վրա իոնիզացնող ճառագայթների սուր ազդեցության մասին ենք խոսում, այսինքն միանգամից կարճատև նույնիսկ կարող է լինի, բայց մեծ կլանման դոզայով։ Եվ երբ մենք վերադառնում ենք մեր հիվանդներին, մեր բաժանմունքում, ճառագայթային վնասվածքների բաժանմունքում, հետազոտվում են եւ բուժվում են այն բանվորները, մասնագետները, նույնիսկ բժիշկներ, որոնք ավելի հեռու են եղել այդ կենտրոնից եւ ոչ առաջի ժամերին, առաջի օրերին, այլ ասենք զորակոչվել են ավելի ուշ, բայց բացի դրանից, նույնիսկ նրանք, ովքեր որ առաջի օրերին են մասնակցել, նրանք ավելի քիչ դոզաներ են ստացել, որովհետև նրանց հերթափոխով են աշխատել, այսպես ասած, ասենք անդադ չափումներ են արել, օրինակ մեր զինվորականները, որոնք սովետական բանակի շարքերում ծառայել են, նրանք ասենք 6 ամսվա 1 տարվա ընթացքում կլանել են ավելի քիչ դոզա, քան թե այն դոզան, որը անհրաժեշտ է, որ զարգանա սուր ճառագայթային հիվանդություն։ Այսինքն մենք այստեղ գործ ունենք ճառագայթային վնասվածքների հետ։ Դա վերահացվում քրոնիկ process-ների արդեն։ Կարելի ասել, որ շատ քրոնիկ հիվանդություններով են տառապում մեր հիվանդները։ Այդ հիվանդները ոչ միայն բանվորներ են, այլև բժիշկներ, կան նույնիսկ ոչ չեռնոբիլցիներ, բայց ատոմակայանի աշխատողները, մեր հայկական ատոմակայանի աշխատողները էլի մեզ մոտ հետազոտվում են եւ բուժվում են։ Ես ուզում եմ ասել, որ եթե սուր ճառագայթային հիվանդությունը ունի իսկապես այդպես վառ կլինիկական տվյալներ, մենք այսպիսի բնորոշում ենք տալիս, դա արյունաստեղծ համակարգի սուր անբավարարություն է, որը բերում է ինֆեկցիոն բարդությունների, արյունահոսության եւ իմունոդեֆիցիտ վիճակ է զարգանում։ Փաստորեն ամենաառաջնային թիրախը այս դեպքում դառնում է արյունաստեղծ օրգանը ոսկրածուծը։ Ամենազգայուն ճառագայթների նկատմամբ ամենազգայուն հյուսվածքն է արյունաստեղծ համակարգի հյուսվածքը։ Բժշկուհի, ներողություն, որ ձեզ ընդհատում եմ։ Փաստորեն, եթե մենք խոսում ենք ճառագայթային հիվանդության մասին եւ դրա դասակարգման մեջ սուր ճառագայթային հիվանդություն կամ ճառագայթային վնասվածքներ, որոնք քրոնիկական արտահայտություններ են ունենում,
երեք ամենակիչը 3 ֆակտորներ անպայման այստեղ պետք է նկատի ունենանք։ Նախ ճառագայթման հենց աղբյուրը, թե ինչ ճառագայթ է դա եւ որքան դոզայով, երկրորդը հեռավորությունը եւ երրորդը ժամանակը։ Այլ ֆակտորներ նույնպես կան, թե շատ ճիշտ է, դրանք մենք նույնիսկ պաշտպանվում ենք, ասենք կա այդպիսի տեսակ պաշտպանվել տարածությամբ, այսինքն հեռու կանգնել, ժամանակը կրճատել ճառագայթման ժամանակը եւ իհարկե պաշտպանվում ենք տարբեր տեսակի, օրինակ բետոնային, չգիտեմ, սարքերով կամ պլումբումի թաղանթներով, այո, նրանք կարող են մենք գիտենք, որ պահպանել փաստորեն այդ process-ը հենց կանգնեցրին հիմնականում բետոնային այո, բայց իհարկե ոչ ամբողջովին, ոչ 100%-ով կարող ենք մենք պաշտպանվել, որովհետև որոշ չափ ճառագայթների նույնիսկ անցնում է բետոնի միջոցով, այդքան հաստ միջոցով, այո, եւ ուզում եմ, որպեսզի վերջացնենք սուր ճառագայթային հիվանդության հետ, ուզում եմ ասել, որ այստեղ, ինչպես դուք նշեցիք, եւ կլինիկական պատկերը շատ վառ է ընթանում, որովհետեւ պատկերացրեք սկզբից լատենտ շրջանն է, լատենտ, այսինքն ոչ մի արտահայտություն չի ունենում, նշաններ չկան։ Դա որքան է տևում։ Դա տարբեր, դա կախված է ճառագայթային կլանված դոզայից։ Այո։ Ես սխալվեցի, սկզբից պիտի ասեի պրոդրոմալ շրջան, այսինքն ամենաառաջի սիմպտոմները, դա կարող է լինել առաջերտին սրտխառնոց, որպեսզի մեր բնակչությունը հիշի այդ սիմպտոմները, սրտխառնոց, փսխում, գլխացավ, ջերմության բարձրացում, մարմնի ջերմության բարձրացում։ Հետո այդ բոլոր սիմպտոմները կարող են որոշ ժամանակով անհայտանալ եւ հիվանդը մոռանա նույնիսկ որ ինքը հիվանդ էր եւ որոշ ժամանակ անց արդեն քրիտիկական այսպես կոչված ֆազան է զարգանում, երբ տեղի են ունենում ծանր ինֆեկցիոն բարդություններ, արյունահոսություն եւ ջրազրկում հիվանդի եւ դա կարող է ըստ դոզայից, կլանման դոզայից զարգանալ կամ շատ ծանր զարգանալ լետալ վերջավորությունով, ելքով կամ էլ հիվանդը վերականգնվի իհարկե մեր բժշկական միջոցառումների շնորհիվ։ Այո, եւ փաստորեն սուրի դեպքում հիմնականում ելքը լինում է լետալ, այսինքն ոչ, եթե սուրը, ասենք թե կա ժամանակի թեթև սուր ճառագայթային հիվանդություն, կա ծանր, միջին ծանրության եւ ծայրահեղ ծանր եւ լետալ, այսինքն ըստ կլանման դոզաների մենք դասակարգում ենք եւ եթե ասենք թե 3-5-ի դեպքում անպայման պիտի բժշկական միջամտություն լինի, որպեսզի հիվանդը փրկվի, բայց 1 գրեի դեպքում, ասենք, եթե կլանման դոզան 1 գրե, այսինքն թեթև տեսակն է, այդ ժամանակ նույնիսկ ամբուլատոր կարող ենք հիվանդին խորհուրդներ տալ եւ հիվանդը ապաքինվի։ Ինչ վերաբերում է այն հրշեջներին, նրանց դոզաները շատ ավելի մեծ ա եղել, որ ստացել են լետալ դոզաներ են ստացել։ Բժշկուհի, իսկ բացի դոզաներից, եթե նաև ժամանակահատվածի մասին խոսենք, հա, օրինակ նույն այդ 1 գրե կամ 5-ը, եթե մարդը ստանում է 1 րոպե կամ 2 րոպե, նույնիսկ հիմա պատմում են մարդիկ, որ եղել են զոնաներ, հա, տարածքներ, որտեղ նրանց թույլ է տրվել մտնել ընդամենը 2 րոպեով կամ ընդամենը 5 րոպեով։ Բարեբախտաբար, քանի որ մեր հիվանդները գտնվել են, ասենք թե ճառագայթվել են այդ ռեժիմով, այսինքն մի քիչ աշխատել են, հետո դուրս են եկել, հետո մյուս օրը կամ ընդմիջումներով են աշխատել, դրա համար նրանց մոտ հնարավորություն է ունեցել օրգանիզմը վերականգնի նույնիսկ ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի մակարդակով փոփոխությունները, բայց սուր ճառագայթային ազդեցության դեպքում, եթե դա մեծ դոզա է, արդեն օրգանիզմը չի հասցնում, փոքր դոզաներ չի, որպեսզի վերականգնի։ Մեծը համարվում է որքան Մեծը համարվում է արդեն 8 գրեյը, կլանման դոզա կա, արդեն դա համարվում է լետալ, այսինքն մահացու։ Եվ
դուք ճիշտ եք ասում, նույնիսկ բնությունը նախատեսել է այնպիսի մեխանիզմներ, մենք քանի որ ապրում ենք բարձր ճառագայթային ֆոնի պայմաններում հայերս, մեր օրգանիզմը, մեր իմունային համակարգը նույնիսկ ունի ավելի պատրաստված է նման մեծ պաշտպանողական մեխանիզմներ, բնությունը հազարամյակների ընթացքում մեզ նախապատրաստել է եւ մենք ավելի դիմակայուն ենք, քան թե ասենք թե ինչ որ մի ուրիշ, օրինակ Մոսկվայի շրջանի բնակիչները։ Մի խոսքով վերականգնողական մեխանիզմներ շատ կան։ Բժշկուհի, դուք հենց ճառագայթաբանության եւ այրվածքաբանության կենտրոնում եք աշխատում արդեն երկար տարիներ եւ բնականաբար ձեր ամենօրյա աշխատանքն է շփվել հիմա այդ մարդկանց հետ։ Նախ խնդրում եմ ասեք, թե որքան մարդ է հիմա գրանցված այդ կենտրոնում, ում մասին դուք գիտեք ամեն ինչ, նրանց առողջության, հիվանդության պատմության մասին եւ այն, եթե չեմ սխալվում, երեք հենց սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարը նշեց, որ մոտ 900 հիմա մարդ, որոնց անվանում են չեռնոբիլցիներ, հա, իրենց նաև ուշադրության կենտրոնում է։ Ընդհանրապես Հայաստանից գնացել է մոտ 3000 հայ լիկվիդատորներ։ Տարբեր մասնագետներ ընդ որում։ Նու մեծ մասամբ իհարկե բանվորներ։ Այո։ Բայց հիմա ավելի քիչ քանակությամբ հիվանդներ կան մեր հսկողության տակ, որտեղ շատերը Ռուսաստանում են, արտասահմանում են կամ մահացել են եւ մոտավորապես երևի 1000-ից մի քիչ ավել կլինի մեր դիսպանսեր հսկողության տակ հիվանդների քանակը։ Եվ նրանց մեջ կան քիչ դոզաներով սուր հիվանդություն կրածներ, թե բոլորը այդ հետևանքներ։ Սուր չկա, բայց կան շատ դոզաներ ստացած եւ քիչ դոզաներ, բայց դրանք չեն հասնում սուր ճառագայթային հիվանդության այդ 1 գրեին, որը անհրաժեշտ է, որպեսզի մենք միանվագ սուր ազդեցության ժամանակ պետք է ստանալ 1 գրեյ կամ ավել, որպեսզի մենք խոսենք սուր ճառագայթային հիվանդության մասին։ Մեր հիվանդների մոտ ավելի քիչ է դոզան եւ ավելի երկարատև ժամանակաշրջանում են դա ստացել, գումարված այդ դոզանա դա եւ երկարատև են ստացել, դա նույնիսկ օգտագործում է այդ նույն ռեժիմով օգտագործում են օնկոլոգիայում, ճառագայթում են, դուք ինչպես գիտեք, ասենք չարորակ ուռուցքների դեպքում ճառագայթում են հիվանդին ուռուցքը, որպեսզի սպանեն ուռուցքի բջիջները, բայց քանի որ ֆրակցիոն է, так называемое облучение, քանի որ քիչ-քիչ են ընդհատումներով են ճառագայթում, նույնիսկ եթե մեծ դոզաներով են ճառագայթում, օրգանիզմը կարողանում է վերականգնվել մեզ մոտ էլ կարելի ասել ենթասուր կամ քրոնիկ ազդեցության դեպքեր են։ Բժշկուհի, փաստորեն սա այն իրավիճակն է, երբ մարդը բոլորովին, ինչպես ասում են, անմեղ հայտնվում է այդ հիվանդության ճիրաններում եւ նույնիսկ չի կարող ինքը զգալ, թե ինչպես է դա տեղի ունենում իր հետ։ Այսինքն, թե եթե ձեր նկարագրածով առաջին ախտանշանները սուր դեպքերում լինում են նույն ջերմությունը, սրտխառնոցը, փսխումը եւ պարզապես թուլությունը, մարդը չի էլ կարող պատկերացնել, որ իր հետ նման լուրջ բան է կատարվում։ Խնդրում եմ ասեք, թե կան ինչ-որ շատ սպეციფიկ ախտանշաններ, որ հենց ճառագայթային հիվանդության մասին կարող են հուշել մարդկանց։ Շատ հաճախ ոչ միայն հիվանդը, նույնիսկ բժիշկները չեն կռահում, որ դա կարող է լինել ճառագայթային ազդեցություն, մտածելով, որ դա ուղարկում են ինֆեկցիոնիստի մոտ, մտածելով, որ դա ինֆեկցիա է, ուղարկում են, ասենք թե ինչ որ արյունահոսություններ է, ուղարկում են գեմատոլոգի մոտ եւ մենք ասում ենք ոչ թե կան սպეციფიկ նշաններ ճառագայթային հիվանդության, այլ կա այդ բոլոր նշանների, բոլոր սիմպտոմների համագումարը, այո, совокупность, ռուսերեն լավ բառ կա, совокупность этих սիմպտոմով, то есть դրանք իրար հետ միասին կարող են արդեն դիտվել որպես, եթե մենք ճիշտ անամնեզ ենք հավաքում, հսկում ենք հիվանդին որոշ ժամանակվա ընթացքում, բայց իհարկե եւ դիագնոստիկ ուրիշ հնարավորություններ ունենք, առաջի հերթին պերիֆերիկ արյան անալիզը դա կարող է ինչ-որ բան հուշել։ Առաջի սիմպտոմներից է լիմֆոպենիան, այսինքն լիմֆոցիտների, պերիֆերիկ արյան լիմֆոցիտների անկումը, քանակի պակասելը եւ լիմֆոպենիա ենք մենք ասում դա։ Դա հենց առաջի ժամերից մենք կարող ենք նկատել, այո, ենթադրել, որ հնարավոր է եւ
Բացի դրանից մենք ունենք կլինիկական դոզիմետրիա, այսպես կոչված, այսինքն կլինիկական այդ գանգատների կամ սիմպտոմների հիման վրա, ասենք թե եթե մեկի մոտ սրտխառնոցը մեկ անգամ է եւ թեթև է անցնում, իսկ մյուսը անընդմեջ նույնիսկ հետ է տալիս եւ վիճակը շատ ծանր է, մենք նույնիսկ դրա շնորհիվ կարող ենք տարբերել, եթե արդեն ասենք թե գիտենք, որ վթար է ատոմակայանում, մենք կարող ենք տարբերել, որ սա ավելի ծանր հիվանդ է, ավելի մեծ դոզա է ստացել, քան թե այն հիվանդը, որի սիմպտոմները ավելի թեթև են ընթանում։ Բժշկուհի, դա արդեն եղած փորձի հիման վրա ստեղծված այդ սանդղակն է, այո, որ ասենք թե 8-ը այս դեպքեր, այսպիսի նկարագրություններ, նույնիսկ կազմել են, այո, դուք ճիշտ եք, նույնիսկ կազմել են աղյուսակներ, որ կարելի է, ասենք լիմֆոցիտների եւ հարցը տալ եւ լիմֆոցիտների քանակով որոշել թե սա մոտավորապես ինչ դոզա է կլաման։ Ոչ միայն լիմֆոցիտները պերիֆերիկ արյան մեջ, մենք ունենք շատ լավ ցիտոգենետիկ լաբորատորիա, որոնք որ հետազոտում են նույնիսկ այդ լիմֆոցիտների մեջ տեղի ունեցող քրոմոսոմային վնասվածքների, ասենք թե տոկոսը, կան սպეციფიկ շատ ճառագայթային ազդեցության համար դիցենտրիկներ, այսպես կոչված քրոմոսոմային վնասվածքներ, եւ դրանց տոկոսի շնորհիվ կարելի է էլի աղյուսակով մոտավորապես ենթադրել, որ սա այսքան դոզային է համապատասխանում։ Իսկ կոնկրետ հենց դոզան որոշելու եւ իհարկե ունենք դոզիմետրներ տարբեր տեսակի, մենք ունենք ճառագայթային անվտանգության լաբորատորիա, որոնք որ հսկում են այդպիսի դեպքերում ունեցել ենք տենց դեպքեր, որոնք անհատները ինչ-ինչ պատճառով չիմանալով, որ դա ճառագայթային աղբյուր է, գնել են, ասենք թե Վրաստանից գնել են, բերել են Հայաստան եւ ճառագայթվել են, մեքենան ամբողջովին աղտոտված է լինում, բերում են մեզ մոտ եւ մեր դոզիմետրիստները իհարկե կարող են եւ չափումներով եւ մեր անալիզներով հասկանալի է կանխագուշակել ընթացքը հիվանդության։ Այո, բժշկուհի, խնդրում եմ ասեք, թե այդ հիվանդությունը ինչ հիմնական ընթացք է ունենում։ Դա փաստորեն մարդը այդ ճառագայթները կլանում է ամբողջ մաշկի միջոցով եւ մաշկը լինում է ընդհանրապես կլանողը եւ առաջին հերթին այնտեղ տուժում է արյունաստեղծ օրգանը, որը բերում է բոլոր օրգան համակարգերի ախտահարման։ Գիտեք ինչ, մաշկի շնորհիվ մաշկի միջոցով կարող է կլանվել եւ շնչառական ուղիների միջոցով եւ ստամոքսաղիքային տրակտով, ասենք թե օրինակ Չեռնոբիլի վթարից հետո կաթի միջոցով, կանաչեղենի միջոցով, որովհետեւ ախտահարված են նաեւ բուսական ու կենդանական աշխարհի ջուրը, հողը, կենդանիները, բույսերը, ճիշտ եք ասում։ Նույնիսկ Չեռնոբիլի վթարից հետո չէր հայտարարվել այդ վթարի մասին եւ բնակչությունը չհասկանալով, տեսնելով որ շատ տակ լավ արևոտ եղանակ է, ձուկ էին որսում կամ սունկ էին հավաքում կամ արևի տակ պարկած ուրախանում էին, որ շատ գեղեցիկ զագար են ընդունում, էլի, չհասկանալով, որ դա ճառագայթային այրվածքներ են, որոնք որ հետո սկզբնական շրջանում ուղղակի կարմրություն է լինում, իսկ հետո խոցեր, նեկրոզ եւ շատ ծանր հետևանքներ են ունենում։ Այսինքն այդ ճառագայթները այդ 3 ուղիներով մաշկով ուտելու միջոցով ստամոքսաղիքային տրակտի եւ նաեւ թոքերի շնչելու միջոցով, քանի որ ախտահարված են այսպես ասած եւ օդը եւ ջուրը եւ շրջակա ամեն ինչը, մարդը ստանում է այդ դոզաները, որոնք կարող են լինել այս կամ այն աստիճանի եւ բերել այս կամ այն խնդիրների։ Եվ ինքը մարդը չի կարող ոչ մի զգայարանով զգա, ոչ տեսողությամբ, ոչ լսողությամբ, ոչ հոտառությամբ, ոչ շոշափելով չի կարող տեսնի այդ ճառագայթները։ Այո, բժշկուհի, խնդրում եմ ասեք, թե առօրյա կյանքում մարդիկ հնարավոր է, որ ասենք, թե եթե նրանք չեն աշխատում ատոմակայանում, այնուամենայնիվ, ինչպես դուք նկարագրեցիք, ինչ-որ նյութի հետ շփվեն անգիտակցաբար, որը հնարավոր է ճառագայթում առաջ բերի եւ ճառագայթային նման երևույթների։ Դա շատ հազվագյուտ է լինում, ավելի հազվագյուտ, եւ կարծում եմ, որ մեզ մոտ զգոն են մեր մասնագետները եւ իսկույն կարձագանք են, քանի որ կա ծառայություն հատուկ, որոնք հետևում են։ Չեմ կարծում, որ դա Իսկ ատոմակայանից դեպքերը հաճախ են լինում։ Ատոմակայանում
եղել է 86 թվականին պայթյուն, փոքր իհարկե, որ ուժել են ընդամենը 3 հոգի, որոնցից մեկը մահացել է, երկուսը մեզ մոտ հսկողության տակ էին մինչև վերջերս։ Հազվագյուտ են տենց վտանգավոր պատահարներ։ Այսինքն ձեր աշխատանքը հիմնականում հենց այդ չեռնոբիլցիների հետ է եւ հիմա նրանք ինչ կարիքներ ունեն առողջապահական տեսակետից եւ խնդրում եմ ասեք նաեւ թե եթե բոլոր օրգան համակարգերը արդեն ենթակա են լինում ախտահարման ճառագայթումից հետո այդ երևույթ այդ հիվանդագին process-ները հնարավոր է անցնեն նրանց սերունդներին, այսինքն եթե հայրիկը գնացել է Չեռնոբիլ վերադարձել այդ հիվանդությամբ հետո երեխա ունենալուց հնարավոր է երեխան նույնպես տուժի։ Գիտեք ինչ, սկզբնական շրջանում ենթադրություններ կար, որ հնարավոր է, որ հաջորդ սերունդը տուժի, բայց հետո գիտնականների հետ ազոտությունները ցույց տվեցին, որ այն բջիջները, որոնք ի վիճակի չեն նորմալ սերունդ տալու, կարծես թե բնությունը այդ բջիջները ոչնչացնում են, նրանք ասենք թե կամ այդ բջիջները մահանում են, կամ օրինակ կենսունակ չեն։ Ուզում եմ ասեմ, որ հատկապես տղամարդիկ այդ սիտուացիայում ավելի լավ վիճակում են, քան կանայք։ Իսկ մեր կոնտինգենտը հիմնականում տղամարդիկ են, որովհետև տղամարդիկ ծնվում են իրենց կանայք եթե ծնվում են կոնկրետ թվով, հա, ասենք սեռական բջիջների եւ նրանց մոտ չեն վերականգնում այդ բջիջները, տղամարդկանց մոտ միջև շատ ծեր տարիներ նրանց մոտ անդադ վերականգնում է, այսպես ասած սպերմատոգենեզը, դրա համար այն վնասված բջիջների փոխարեն գալիս են նոր առողջ բջիջներ եւ գտել են, որ դա վտանգավոր է, մեր տվյալ հիվանդների մասին է խոսքը։ Այո։ Շատ լավ, գոնե սերունդները դրանից չեն տուժում։ Բժշկուհի, մենք ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներեք, իմ կեսարը 86 թվականին մասնակցել է Չեռնոբիլի վթարին, ուզում եմ իմանամ, կարա ինքը Արմավիրի մարզում է բնակվում, կարա ինքը անվճար բուժօգնություն ստանա Արմավիրի բժշկական կենտրոնում։ Շնորհակալություն։ Եթե ինքը ծառայել է Չեռնոբիլում, ուրեմն ինքը ցանկացած հիվանդանոցում Հայաստանի իրավունք ունի հետազոտվի եւ բուժվի։ Այո, անվճար։ Այո։ Նրանք ունեն այդ արտոնությունը եւ իսկ կան հիվանդներ, որ ձեզ մոտ գրանցված չեն, հանրապետական դիսպանսեր վերահսկողություն։ Կան հիվանդներ, որ այ վերջերս են մեզ դիմել, չիմանալով։ Հետաքրքիր է։ Երևի երիտասարդ են եղել, դա խորհրդային տարիների երիտասարդների բնորոշ է եղել։ Այն ժամանակ առողջ են եղել, կարիք չեն զգացել, իսկ հիմա դիմում են արդեն։ Հիվանդությունը արտահայտություններ ունեն։ Բժշկուհի, մենք այստեղ նույնպես հարց ենք ստացել, հեռուստադիտողը գրում է. Բարև ձեզ, ես էլ իմ հայրիկի մասին եմ ուզում պատմել, որ եղել է 86 թվականին Չեռնոբիլում եւ նա գրանցված հիվանդ է եւ սկզբում, եթե շատ հաճախակի էին լինում հիվանդության սրացումները նրա մոտ, հիմա տարեցտարի մենք զգում ենք, որ դրանք շատ հազվադեպ են դառնում։ Խնդրում եմ բժշկուհի, ասեք, հնարավոր է գամ մի փուլ, որ նա ընդհանրապես մոռանա այդ հիվանդության մասին, թե այն այնուամենայնիվ միշտ կլինի իր հետ։ Գիտեք, ասելով միշտ կլինի, դուք ի նկատի ունեք ճառագայթային այդ վնասվածքները, այսինքն դա հիմա սրտի իշեմիկ հիվանդությունն է, ուղեղի անոթների արյան շրջանառության խանգարումը, ասենք թոքերի օբստրուկտիվ բրոնխիտը, թոքերի սկլերոզը, ֆիբրոզը, նույնիսկ ստորին վերջույթների անոթների սկլերոզը, ընդհանրապես մենք ասացինք, որ շատ զգայուն են արյունաստեղծ համակարգը, բայց բացի դրանից ստամոքսաղիքային տրակտի էպիտելին, մաշկը, հատկապես նուրբ անոթները, մազանոթները շատ զգայուն են ճառագայթների նկատմամբ, դրա համար ախտահարվում են այն բոլոր օրգանները, որտեղ որ կան անոթներ, անոթային կառուցվածք ունեն, եւ թոքերը, եւ սիրտը, եւ ուղեղը, եւ վերջույթները եւ իհարկե բացի ճառագայթային գործոնից գումարվում են տարիների ընթացքում եւ տարիքը եւ վնասակար սովորությունները, հա, ծխելը, եթե մարդը ծխում է կամ ալկոհոլ է օգտագործում, ուզում ասեմ ոչ թե քանի տարիների ընթացքում հակառակ մեր հիվանդների վիճակը ավելի ծանրանում է ցավոք սրտի, ցավոք սրտի։ Ուրեմն շատ կարգապահ հիվանդ է եղել։
Այո, շատ լավ է, որ կան այդպիսի դեպքեր։ Այո, բժշկուհի, խնդրում եմ ասեք, թե ճառագայթային հիվանդություն ունեցողների հետ դուք ինչ աշխատանք եք տանում։ Ի վերջո, ինչ է կոչվում նրանց բուժումը, եթե դա վերջնականապես չի բուժվում։ Դուք առանձին անդրադառնում եք, ասենք, սիրտանոթային համակարգին, թոքերին, վերջույթների առողջության հարցերին, թե մի համընդհանուր դեղամիջոց կա, որ կարող է այս դեպքում ամեն ինչին օգտակար լինի։ Օրինակ բերեմ թոքերի վրա, ասենք լիկվիդատորները կարող էին կլանել շնչառական ուղիներով տարբեր տեսակի ռադիոակտիվ նյութեր։ Ռադիոակտիվ նյութեր կան, որոնք որ ունեն կիսատրոհման ժամանակը ընդամենը ասենք 8 օր կամ 30 տարի, բայց կան եւ այնպիսի նյութեր, որոնք ունեն միլիոն եւ միլիարդ տարիների կիսատրոհման ժամանակ։ Այսինքն դրանք հավերժական, այսպես կոչված, գոնե մեզ համար հավերժական։ Եվ դրա համար պատկերացրեք, եթե շնչառական ուղիներով այդ մասնիկները հայտնվել են թոքերում, կան այսպես կոչված ալվեոլար մակրոֆագներ, որոնք պաշտպանում են թոքերը, ոնց որ չեզոքացնում են զանազան օտար մարմիններ։ Նույնիսկ հիմա գտնում են, ասենք վիրահատելուց հետո կամ դիահերձման ժամանակ, ոչ թե Հայաստանում, այլ Ուկրաինայի կամ Ռուսաստանի տվյալներն եմ ես ասում ձեզ, հայտնաբերում են նույնիսկ ուռուցքի հյուսվածքում, ասենք թոքերի ուռուցքի հյուսվածքում, հայտնաբերում են այդ ռադիոակտիվ նյութերը, որոնք տարիների ընթացքում այնտեղ մնացել են եւ վնասել են, քանի որ նրանք քայքայիչ ազդեցություն են թողնում եւ հյուսվածքի վրա, բջիջների վրա, բոլոր օրգանների համակարգների վրա, առավել եւս եթե հայտնվում են թոքերում։ Դրա համար մենք բացի ընդհանուր ընդունված բուժումից, մենք նշանակում ենք դեզինտոքսիկացիոն թերապիա, այսինքն հնարավորության սահմաններում տարբեր լուծույթներով, նույնիսկ այնպիսի դեղամիջոցներով, որոնք ապացուցված է արդեն, որ ունեն ռադիոպրոտեկտիվ ազդեցություն, այսինքն կարող են հանել այդ ռադիացիան օրգանիզմից, մենք դրանց արդյունավետությունը մեծ է, բժշկուհի։ Դա ապացուցված է ռուս, ուկրաինական մասնագետների կողմից, այո, եւ նշանակում ենք հակաօքսիդանտներ, հակահիպոքսանտներ։ Ես դրա համար մի փոքր բացատրեմ մեխանիզմը այդ ճառագայթային վնասվածքների, որ պարզ լինի։ Պատկերացրեք, կա այսպես կոչված իոնիզացնող ճառագայթում եւ ոչ իոնիզացնող ճառագայթում։ Ասենք ոչ իոնիզացնողը դա էլեկտրամագնիսային ալիքներն են, որի հետ մենք անընդհատ առնչվում ենք, դա ռադիո ալիքներն են, դա միկրոալիքներն են, ասենք տեսանելի լույսը կամ ուլտրա մանուշակագույն ճառագայթները։ Դրանք ոչ իոնիզացնող են, դրանք մենք համարում ենք անհամեմատ անվտանգ։ Իհարկե կան տվյալներ, որոշ որ չարաշահելու դեպքում կարող են նրանք էլ որոշ փոփոխություններ առաջացնել, բայց հիմա խոսքը գնում է իոնիզացնող ճառագայթման մասին, դրանք են ալֆա, բետա, գամմա ռադիացիան կամ ռենտգեն ճառագայթները։ Այո, հենց մեր հեռուստադիտողներից մեկը հարց էր գրել ռենտգենի մասին։ Ասում էր, չափահաս մարդը տարեկան քանի անգամ կարող է ռենտգենյան ճառագայթումով հետազոտության ենթարկվել, որպեսզի դա իր համար լինի անվնաս։ Գիտեք, դա շատ ինդիվիդուալ է, որովհետև եթե խիստ անհրաժեշտ է, նույնիսկ պետք է լինում օրվա մեջ անել մի քանի ռենտգեն նկար, բայց իհարկե պիտի լինի ռենտգեն հետազոտությունը հիմնավորված հատկապես երեխաների եւ երիտասարդների դեպքում, քանի որ երիտասարդ աճող օրգանիզմը ավելի զգայուն է ճառագայթների նկատմամբ եւ ես կարծում եմ, որ պետք չէ սարսափել պետք չի ռենտգեն հետազոտություններից, բայց իհարկե չարաշահել պետք չի։ Ոչ մի տենց կոնկրետիվ ասել չեմ կարող, որովհետև շատ ինդիվիդուալ է, կան մարդկության մեջ կա մոտավորապես 15%, որոնք շատ զգայուն են, ասենք, ճառագայթների նկատմամբ։ Հասկանալի է։ Բժշկուհի, մեր ժամանակը սպառվում է, մենք ունենք ընդամենը 1 րոպե ժամանակ, խնդրում եմ 2 բառով ընդամենը այն մարդիկ, ովքեր ունեն այդ հիվանդությունը, հա, եւ դրանց հետքերը, ինչպես
դուք եք ասում, եւ նրանց հարազատները ինչ պետք է իմանան սրա մասին, ինչպես է ճիշտ ապրել այս դեպքում։ Գիտեք ինչ, նրանք անվտանգ են իրենց հարազատների համար, պետք չէ վախենալ, որ կարող է ճառագայթեն իրենց հարազատներին, եւ պետք է ապրել ուղղակի ճիշտ ապրելակերպ ունենալ, ոնց որ եւ բոլոր ոչ ճառագայթված հիվանդները առողջ ապրելակերպ, հատուկ ինչ որ կա բժշկական գրականության մեջ կհանդիպեք, որ ալկոհոլը, սխտորը, սոխը, պեկտին պարունակող միրգը, բանջարեղենը նրանք ռադիո պաշտպանիչ, այո, հատկություններ ունեն։ Կարելի է իհարկե չափավոր օգտագործել եւ ալկոհոլ նույնիսկ Չեռնոբիլի զոնայում տվել են մեր զինվորականներին, մեր բանվորներին տվել են որպես հակաօքսիդանտ։ Հասկանալի է։ Բժշկուհի, եւ ամենավերջին հարցը այստեղ ստացել ենք, հեռուստադիտողը գրում է ճառագայթային հիվանդություն ունեցող մարդը կարող է անվճար դեղորայք ստանալ ճառագայթային հանրապետական կենտրոնից, թե դրանք վճարովի են։ Եթե հիվանդը մեզ դիմում է, մենք միայն ստացիոնար պայմաններում կարող ենք դեղեր հատկացնել։ Մենք պոլիկլինիկական ծառայությամբ, այսպես ոնց որ տեղամասային պոլիկլինիկաներն են դեղեր հատկացնում, մենք այդպիսի հնարավորություն չունենք։ Միայն ստացիոնար պայմաններում բուժվող հիվանդները կարող են օգտվել բոլոր մեր հնարավորություններից։ Այո, եւ հետազոտություններից եւ բուժումից։ Շատ շնորհակալություն բժշկուհի հետաքրքիր զրույցի համար։ Թվում է թե այս ճառագայթների մասին թեման շատ անսպառ է, որովհետեւ հարցը հարցի հետևից է ծագում, բայց մեր ժամանակը սպառվեց։ Շատ շնորհակալություն։ Խնդրեմ հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք տաղավար էինք հրավիրել բժիշկ ճառագայթաբան Մարինա Միրիջանյանին եւ խոսում էինք ճառագայթային հիվանդության մասին։ Սա խնդիր է, որ կարող է հանդիպել յուրաքանչյուր մարդու հետ, եթե նա հայտնվել է իոնիզացնող ճառագայթների արտանետման կենտրոնում կամ դրա շրջակայքում եւ մարդը սա չի կարող նկատել ոչ մի ձևի զգայարանով, ոչ տեսնելով, ոչ լսելով, ոչ շոշափելով, սա ընդհանրապես հետագա իր հետևանքներով է ի հայտ գալիս, բայց համենայն դեպս իմացեք, որ եթե կան ձեր շրջապատում մարդիկ, ովքեր տարիներ առաջ, 30 տարի առաջ եղել են Չեռնոբիլում եւ ունեն խնդիր եւ այն ժամանակ չեն մտահոգվել դրա մասին եւ նոր արտահայտություններ է ունենում հիվանդությունը, կարող եք դիմել ճառագայթաբանության կենտրոն եւ ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, մինչ վաղը կհանդիպենք նույն ժամին, ժամը 18-ին, առողջ եղեք։